Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ճիշտ ասած, մեր խմբագրություն բազմաթիվ զանգեր ենք ստանում, հաղթանակ թաղամասի ասֆալտապատման, այնտեղ ճանապարհների բարեկարգման հետ կապված, քաղաքացիներին հետաքրքրում էր ի վերջո քաղաքապետի նախընտրական ծրագրում այդ համայնքում բարեկարգումները կար, ինչ փուլում են դրանք։ Եթե չեմ սխալվում, հաղթանակ թաղամասում մի շարք աշխատանքներ է իրականացվել եւ հիմա էլ եթե չեմ սխալվում ջրային կոմիտեի կողմից խողովակաշարի աշխատանքները արդեն պետքա մոտ ժամանակներս ավարտվեն։ Ես կարծում եմ, որ այդ աշխատանքները ավարտվելուց հետո հասկանալով նաեւ իրավիճակը թե ինչ է լինելու, որտեւ մի մասը որոնք իրենք քանդել են եւ խողովակաշար են անցկացրել, այդ մասով բնականաբար իրենց կողմից այդ նշված խնդիրները պետքա կարգավորվի, երբ որ արդեն ամբողջությամբ հաղթանակ թաղամասում տեղի ունեցող աշխատանքները կավարտվեն, ինչպես նշեցի, կարվեն որոշակի ասֆալտապատումներ տվյալ օպերատորների կողմից, դրանից հետո ընդհանուր մի հատ վիճակը հաղթանակ թաղամասի կուսումնասիրվի Երևանի քաղաքապետարանի կողմից եւ արդեն հետագայում արդեն հրապարակային դրա մասին կասենք, էլի, օրինակ պայմանական տեղ նախատեսում ենք ամբողջական հիմնանորոգումներ անել, թե խնդրահարույց հատվածներում իրավիճակը մեղմենք, այս ամբողջ հարցերին կարելի է անդրադառնալ մինչեւ չավարտվեն նշված հարցերը, այսինքն այս որ ամբողջական պատկեր ունենանք հաղթանակ թաղամասի, այդ մասով ավելի հստակ կարող ենք ասել։ Տեսեք, կենտրոն վարչական շրջանի արձանների լվացման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, անհատ ձեռնարկատիրոջ հետ, ով որ փորձ չունի նման գործողություններ կատարելու արձանների լվացման 7.5 միլիոնի պայմանագիր է կնքվել։ Արդյոք այս գինը արձանների լվացման համար կենտրոնի մեծ գումար չի եւ համաչափ համապատասխանում այդ աշխատանքին, որ պետք է անեն, ու այն հարցը մտահոգիչ չի պահպանության տեսանկյունից նաեւ, որ այդ ընկերությունը փորձ չունի նման արձանների լվացման աշխատանքի փորձ չունի։ Անի ջան, ես եթե չեմ սխալվում, լրատվության վարչության կողմից ձեր հարցմանը պատշաճ պատասխանվել է։ Ինչ վերաբերվում է նշված գնին, ես կարծում եմ, քանի որ ինքը մրցույթային տրամաբանությամբ է եղել, ես չեմ կարող մեկնաբանել օրինակ այդ նշված գինը բարձր է, թե չէ, իսկ ինչ վերաբերվում է փորձ ունենալ, թե չունենալուն, եթե չեմ սխալվում, նշված արձանները ընդամենը ջրի շիթի միջոցով են որ քանդակագործները եւ այլն, որ մենակ ջրի շիթով պահելը եւ այդպես արձանել լվանալը դա վտանգում է արձաններին։ Այսինքն յուրաքանչյուր արձան ունի մի տեսակա, որի պայմանական ինչ որ մի քար, չգիտեմ, այս քարին ջրով չի կարելի եւ այլն։ Հիմա նայեք, քանի որ նշված մրցույթը հայտարարվել է եւ դրվել է մրցույթի եւ հաղթող կազմակերպությունն կա եւ աշխատանքները պետք է արդեն սկսի, ես կարծում եմ, որ եթե այդտեղ որևիցե տեսակի խնդիր լիներ, մենք առնվազն գոնե նախնական փուլում մրցույթը հայտարարելուց այնպիսի տեղ բնութագիր կպահանջեինք մասնակիցներից, որ նման խնդիրներ պայմանական չառաջանային, էլի։ Հիմա եթե թույլ տաք, ես մի փոքր ասելիք ունեմ, մասնավորապես վերջի հարցը, որ տրվեց, նախավերջի հարցը, որ տրվեց, մասնավորապես հաղթանակ թաղամասի հետ կապված ու առհասարակ էլի, այն աշխատանքները, որ տարբեր կառույցների կողմից իրականացում են, հիմնականում դրանք մեր օպերատորներն են, Գազպրոմը, ՀԵՑ-ը եւ Վիոլա ընկերությունը, կոմունալ տնտեսության մասով մի քանի բան կա, որ ուզում եմ անպայման նշել, այս պահին ուրեմն մեծ թափով սկսվել են իրականացնել հեծի փոքր կենտրոնի եւ ոչ միայն փոքր կենտրոնի ընդհանուր վերազինման աշխատանքները, դա իրանից ենթադրում է շուրջ
111 փողոց, այսինքն 111 փողոցում հեծը իրականացնելու է ցանցի արդիականացման աշխատանքներ եւ վերջին արդյունքում առնվազն փոքր կենտրոնի մասով դա բերելու է մի իրավիճակի, որ առհասարակ փոքր կենտրոնում անջատումներ տեղի չեն ունենալու, նաեւ այդ ծրագրի շրջանակում հեծը իրականացնում է ենթակայանների վերազինման աշխատանքներ, ինչը էական ազդեցություն կունենա տվյալ ոլորտի մատակարարման շրջանակներում, ուրեմն Գազպրոմ Արմենիայի կողմից իրականացվում է 25 կիլոմետր նոր գազատար ցանցի կառուցման աշխատանքներ, սա այն ծրագիրն է, որը նախորդել էր նախորդ տարի, այսինքն եթե չեմ սխալվում, շուրջ կրկնակից ավալով նախորդ տարի այդ աշխատանքները իրականացվել Գազպրոմի կողմից, ինչը նորակառույցների եւ այն գազի սպառումը, որը որ գնալով ավելի է շատանալու, այս երկու ծրագրերի միջոցով ամբողջությամբ նշված խնդիրը կարգավորելու է։ Ինչ վերաբերվում է վիոլա ջրին, ուրեմն վիոլա ջուրը ներկայումս սկսել է իրականացնել շուրջ 72 կիլոմետր ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքներ, սա վերաբերվում է ամբողջությամբ խմելու ջրին, հիմնական աշխատանքները իրականացնելու են սեփական սեկտորում, սա իրանով բերելու է հետևյալին, որ այսպես ասած ջրանջատումները գնալով նվազելու են մասնավոր տարածքներում, ինչպես նաև ջրի կորստի նվազում է լինելու եւ գրաֆիկի նորմավորումը ավելի պատշաճ ժամանակացույցի է բերելու, որտեղ մանավանդ գիտեք, ամառը որոշակի դժգոհություններ ու խնդիրներ առաջանում են կախված ջրամատակարարման հետ։ Մի թեմա, որին ես ուզում եի անդրադառնալ, զարմացա, որ այդ հարցը այսօր չտվեցիք, բայց ես անդրադառնամ էլի այդ թեմային։ Խոսքը վերաբերվում է այն վիճակին, երբ անձրևից հետո քաղաքում տենց որոշակի խնդիրներ են առաջանում մեղմ ասած։ Դրա մասին պարբերաբար խոսել ենք, թե գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, թե հավաքանու նիստերի ժամանակ, հիմա ասեմ այդ ուղղությամբ շատ են հարցնում, էլի օրինակ բա դուք ինչ եք անում, հիմա ասեմ էլի ինչ ենք անում, օրինակ 23 եւ 24 թվականների ընթացքում մեծ ծավալի գոյուղատար ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացել վայրերում, որտեղ առհասարակ գոյուղատար ցանց չի եղել։ Ինչ ենք նախատեսել մեր հետագա անելիքների մեջ կոմունալ տնտեսության ոլորտում, մասնավորապես 83 հասցեներում, որը իրանից ենթադրում է շուրջ 90 կիլոմետր երկարությամբ տարածք, իրականացնելու ենք չգոյուղացված թաղամասերի եւ գործող գոյուղատար համակարգ ունեցող, բայց արդեն հնամաշ եւ խիստ վերանորոգման եւ կառուցման աշխատանքների կարիք ունեցող փողոցներում, մասնավորապես արդեն կարող եմ նշել, որ 22 հասցեներում նախագծային փաստաթղթերը կազմվել են, որոնցից 8-ի մասով արդեն պայմանագրիրները կնքված են եւ առաջիկայում կսկսվեն իրականացվել աշխատանքները։ Նշածս 22 հասցեներից բացի նաեւ 51 հասցեներում իրականացել ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ եւ ֆինանսական միջոցներ արկայության դեպքում նշված աշխատանքները եւս կմեկնարկեն, սրան զուգահեռաբար արդեն եւս 30 նոր հասցեներում իրականացնում ենք ուսումնասիրության աշխատանքներ, որպիսի ամբողջ նախագծանախահաշվային փաստաթղթերը երբ որ պատրաստ լինեն, դրանք եւս կարողանանք դնենք մրցույթի եւ իրականացնենք այդ աշխատանքները։ Սրանով մենք լուծում ենք մի քանի խնդիր, նախ ինչպես նշեցի, այն վայրերում, որտեղ որ առհասարակ գոյուղատար համակարգ չկա, մենք ունենանք այդ գոյուղատար համակարգը։ Իդեպ նշեմ, որ նշված հասցեներում, որտեղ առհասարակ գոյուղատար համակարգ չկա, խոսքը վերաբերվում է շուրջ 12000 մարդու, այսինքն շուրջ 12000 մարդ, հետագայում նշված հարցերը կարգավորելուց հետո արդեն կունենան գոյուղատար համակարգ եւ
կարծում եմ, որ նման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի կողմից որ իրականացվում են, որոշակի առումով կմեղմեն այն իրավիճակը, ինչը դեռևս խսեմ տարիների ժամանակ կառուցված նշված համակարգը, քանի որ իրան որոշակի առումով արդեն սպառել է եւ հնամաշ է, գնալով այդ մասով մենք փորձենք որոշակի իրավիճակը մեղմենք մեր միջոցների հաշվին, ինչպես նաեւ կառավարության, մեր այլ գործընկերների, բնականաբար Վիոլա ջուրընկերությունը իր ներդրումները կանի, որպեսզի իրավիճակը գնալով Երևան քաղաքում ավելի պատշաճ լինի, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այն աշխատանքները, որ իրականացվել են եւ իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից, դրանք ոչ թե բավարար չեն նշված անձրևների ժամանակ իրավիճակը մեղմելու, այլ ուզում եմ հստակ այդ մասով արձանագրել, էլի, այն ինտենսիվությամբ, որ անձրևները գալիս են Երևան քաղաքում, այսինքն մեկ ամսվա ծավալը կարելի ասել 15-20 րոպեում է գալիս եւ ինչ իդեալական համակարգ է լինի, միևնույնն է այդ հոսքը չի կարողանալու իր մեջ ընդունել, դրա համար է այդ խնդիրները մեզ մոտ ես ոչ թե ասում եմ արդարացնելու համար, որ իրավիճակը նշված ջրամատակարարման ոլորտում որոշակի խնդիրներ ունի, այլ անգամ իդեալական պարագայում չեն բացառվում, որ նման խնդիրներ կլինեն, բայց ամեն դեպքում ուզում եի շեշտել, որ Երևանի քաղաքապետարանը չունենալով նման պարտավորություն, սակայն հասկանալով, որ գլխավորապես բոլոր խնդիրները ոչ միայն ուղղում են Երևանի քաղաքապետարանին, այլ նաև քաղաքացիների խնդիրը մեզ համար առաջնային տեղում է գտնվում, մեր կողմից փորձ է արվում եւ իրականացվում են աշխատանքներ իրավիճակը մեղմելու համար։